Պլանային կալանավորում եւ ուրեմն ոչ անսպասելի։ Բավարարել երկու ամիս կալանք, այսինքն։ 4-րդ բարձրաստիճան հոգևորականը հայտնվեց ճաղերի հետևում։ Դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը։ Պաշտպանական թիմը զարմացած չէ իշխանության սրտի դատավորի որոշումից։ 5 շաբթի քննչական կոմիտեի դռան մոտ սրբազանի ձերբակալությունից հետո արդեն գիտեին կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մելքոնյանը ու հնազանդությամբ կկատարի վերևից իջեցված հրամանը։ Մենք գործ ունենք բացարձակապես այլ նպատակով, մեկուսացնելու հանցագործությանը չկապված նպատակով Արշակ Սրբազանին մեկուսացնելու հստակ խնդրի հետ։ Ինչ վերաբերում է բուն արարքին, ապա գործընկերս ներկայացրեց, այդտեղ շատ բաներ չկա ասելու։ Բուն արարքը 7 տարվա վաղեմություն ունի, ոչ մի կապ չունի Արշակ Սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութերի հետ։ Ըստ մեղադրանքի 2018-ին Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման մի ակցիայի ժամանակ Արշակ Սրբազանը թմրամիջոց է գցել ակտիվիստներից մեկի պայուսակը նրան վարկաբեկելու համար։ Այդ դեպքում ինչու է քրեական հետապնդում հարուցվել թմրամիջոցի ապօրինի իրացման հոդվածով։ Ենթադրյալ գործողությունը ենթադրաբար Արշակ Սրբազանի կողմից կատարվել է մայր աթոռ ներխուժած այդ մարդկանց այդտեղից դուրս անելու վարկաբեկելու նպատակով։ Ինչպես կարող է լինել թմրանյութ իրացնելու նպատակ եւ միաժամանակ անձանց վարկաբեկելու նպատակ։ Դրանք իրար հակասող նպատակներ են։ Այս աբսուրդը ըստ փաստաբանների վկայում է, որ իրավապահ համակարգին ծիծաղելի վիճակի մեջ է դրել քաղաքական իշխանությունը, համոզված են շատերը։ Ինչ անենք Արշակ Սրբազանին բռնենք, դե երևի գրպանը թմրանյութ գցենք, հետո հասկացել են, որ սքեմը գրպաններ չի ունենում ու որոշել են Արշակ Սրբազանին վերագրել, որ ինքն է ինչ-որ մեկի գրպանը թմրանյութ գցել։ Վեհափար Հայրապետին սատարող եպիսկոպոսներին մեկուսացնել, հոգևոր իշխանության վերին օղակներում տեղավորել սեփական կամակատարներին, թուլացնել եկեղեցու հիմքերը։ Սա է գործող իշխանության միակ նպատակը, պնդում են Արշակ Սրբազանի աջակիցները։ Արշակ Սրբազանը ասեց, իրեն գործարք են առաջարկել փաստացի, լռելու, հաշտվելու, այն 8 տիրադավների շարքը համալրելու եւ նույն կարծում եմ նույն նաեւ առաջարկ արվել է 8 տիրադավների եւ այս ամեն ինչը չէր լինի այս ամեն ինչ արդեն պարզ ու ակնհայտ է, չէ՞ ինչ սիստեմա գործում։ Սենց բան ուղղակի չի եղել հայ ժողովրդի պատմության մեջ, նույնիսկ թաթար-մոնղոլական ժամանակներում չի եղել, եկեղեցու սրբազաներին տևական ժամանակ անազատության մեջ պահելու։ Այս իշխանություն կոչվածը ոտնատակ է տալիս անգամ կրոնը։ Կոնկրետ ես այս հոգեվիճակի մեջ կորցրել եմ իմ որդուն, կորցրել եմ Արցախը եւ հիմա կորցնում ենք մեր քրիստոնեությունը, մեր կրոնը։ Արշակ Սրբազանին աջակցող հոգևորականների համոզմամբ իշխանությունը չի մարսում անցած տարի ապրիլի 23-ին Ծիծեռնակաբերդում Սրբազանի հնչեցրած նզովքը։ Փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել հայոց ցեղասպանության իսկությունը։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը առանց անուններ տալու անիծել էր հայրենի հողը, եկեղեցին, ցեղասպանությունն ուրացողներին։ Ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարաննող պիտի հիշի պատմության մեջ։ Հայ առաքելական եկեղեցում շատ քիչ է այն կիրառվում նզովքը, բայց այնուամենայնիվ երբ կիրառվում է այն ժամանակ, երբ որ արդեն ժողովրդական լեզվով ասած դանակը հասել է ոսկորին եւ բնականաբար պետք է որևէ ձևով միջամտել եւ միջամտվեց եւ Սրբազանը ես վստահ եմ, որ երբևէ չի էլ հրաժարվի այն իր կատարած նզովքից։ Բարձրաձայն անիծել հիմա շատերն են ուզում, կարծում է պատգամավոր Գեգամ Մանուկյանը։ Ուզում ես ուղղակի մտքով բարձրաձայն անիծել։ Իրանք այդ բոլոր քննիչներ, դատավոր, դատախազ բոլորը այն Աստծո անեծքի պատժին են արժանանալու, որ մղկտալու են ուղղակի իրանց անձնական կյանքը։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։